Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է AeroVironment ընկերությունը, ռազմաարդյունաբերական եւ անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 46.6%-ով։ Հաջորդը Korea Electric Power Corporation-ն է, էլեկտրաէներգիայի արտադրություն եւ բաշխում իրականացնող հարավկորեական պետական ընկերության բաժնետոմսերը բարձրացել են 32%-ով։ Եռյակը եզրափակում է վարորդի օժանդակման եւ ինքնավար մեքենաների համակարգերի նախագծմամբ զբաղվող իսրայելական Mobileye Global ընկերությունը 24.5% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Circle Internet Group-ը, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ թվային արժույթների ոլորտում գործող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 24.9%-ով։ Հաջորդը առցանց առողջապահական ծառայություններ մատուցող Hims & Hers Health ընկերությունն է 23% անկումով։ Եռյակը եզրափակում է հեղուկացված բնական գազի արտահանմամբ զբաղվող ամերիկյան Venture Global ընկերությունը 17.4% անկումով։ Ամերիկյան ֆոնդային շուկան անցած շաբաթն ավարտել է տպավորիչ ցուցանիշներով, S&P 500-ը եւ NASDAQ-ը գրանցել են պատմականորեն բարձր ցուցանիշներ։ Պատճառը առևտրային բանակցությունների նկատմամբ աճող լավատեսությունն է եւ կանխատեսումները, որ դաշնային պաուստային համակարգը կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը աճել է 2.2%-ով, NASDAQ-ը 3.1%-ով, իսկ Dow Jones-ը 1.8%-ով։ Nike բաժնետոմսերը մեկ օրում աճել են ավելի քան 15%-ով։ Սպասվածից ավելի բարձր եկամտի կանխատեսման շնորհիվ չիպ արտադրող ընկերությունները նույնպես աճել են։ Nvidia-ն, որը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել արհեստական բանականության ոլորտը, աճել է 1.8%-ով եւ մոտենում է $4 տրիլիոն շուկայական արժեքի նշաձողին։ Ամերիկյան դոլարի ինդեքսը նվազել է, հասնելով իր 3 տարվա նվազագույնին։ Ամերիկյան արժույթի անկումը սկսվել է հունիսի 19-ին։ Դոլարի վրա ճնշումները պահպանվում են, քանի դեռ շուկան սպասում է շաբաթվա ընթացքում տնտեսական կարևոր ցուցանիշների հրապարակմանը եւ դաշնային պաուստային համակարգի առաջիկա քայլերին։ Ոսկու գներն անցած շաբաթ նվազել են 2%-ով, հասնելով գրեթե 1 ամսվա նվազագույնին։ Սա պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև առևտրային բանակցություններում առաջընթացով, ինչը մեղմել է լարվածությունը եւ նվազեցրել ներդրողների հետաքրքրությունը ոսկու որպես ապահով ապաստանի նկատմամբ։ Xiaomi-ի նոր էլեկտրական SUV-ի YU7 մոդելը Չինաստանի էլեկտրական ավտոմեքենաների շուկայում թողարկումից անմիջապես հետո պատվերների բում է առաջացրել։ Առաջին 18 ժամում Xiaomi-ն ապահովել է մոտ 240,000 պատվեր, ինչը ընկերության բաժնետոմսերի գինը հասցրել է պատմական առավելագույնի։ YU7 մոդելի արժեքը մոտ 4%-ով ցածր է Tesla-ի հայտնի Model Y-ից, ինչը բացասաբար կազդի Tesla-ի վաճառքների վրա։ Tesla-ն, որը նախկինում վերահսկում էր Չինաստանի էլեկտրական ավտոմեքենաների շուկայի մոտ 15%, այս տարի կորցրել է իր մասնաբաժնի կեսից ավելին։ Տնտեսագետների կարծիքով Տեսլան ստիպված կլինի նվազեցնել գները չինական շուկայում դիրքերը էլ ավելի չկորցնելու համար։ Հունիսի 25-ին ավարտված շաբաթվա ընթացքում ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերը արտահոսքի 6-րդ շաբաթն են գրանցել։ Ներդրողները մոտ $20 միլիարդ են դուրս բերել այս ֆոնդերից շահույթ ստանալու նպատակով, քանի որ բաժնետոմսերը հասել էին գրեթե ռեկորդային բարձր մակարդակների։ Միաժամանակ ավելի անվտանգ համարվող դրամական շուկայի ֆոնդերը ունեցել են մոտ $11 միլիարդ, իսկ պարտատոմսերի ֆոնդերը մոտ $7 միլիարդ ներհոսք։ Goldman Sachs-ի տվյալով անցած շաբաթ hedge ֆոնդերը էներգետիկ ոլորտի բաժնետոմսերը վաճառել են 2024 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաարագ տեմպերով։ Սա կապված է նրա հետ, որ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարից հետո նավթի բարելի գինը նվազել է ավելի քան $10-ով։ Ամերիկյան տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 0.5%-ով, ինչը առաջին անկումն է 2022 թվականից ի վեր։ Տնտեսական անկման պատճառներից մեկը ներմուծումների հսկայական աճն էր, քանի որ բիզնեսները շտապել էին պահուստավորել ապրանքներ մինչև նախագահ Թրամփի նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Տնտեսագետները նախազգուշացնում են, որ նոր մաքսատուրքերի լիարժեք ազդեցությունը կարող է իրեն զգացնել տալ այս տարվա ընթացքում, հնարավոր է բարձրացնելով գնաճը եւ ավելի դանդաղեցնելով տնտեսության աճը։
ԱՄՆ-ում սպառողական ծախսերը մայիսին անսպասելի անկում են գրանցել, նվազելով 0.1%-ով, ինչը երկրորդ անկումն է այս տարվա ընթացքում։ Սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ շտապել էին նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց առաջ գնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք օրինակ ավտոմեքենաներն են։ Ապրանքների վրա կատարված ծախսերը նվազել են գրեթե 1%-ով, իսկ ծառայությունների, այդ թվում հյուրանոցների եւ ռեստորանների վրա կատարված ծախսերը միայն մի փոքր աճ են գրանցել։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։